Ողջույն էներգարդյունավետության ձգտող բոլորին։ Մենք գտնվում ենք Երևանից 135 կիլոմետր հեռավորության վրա Շիրակի մարզի Բասեն համայնքում։ Բասենը իրավամբ կարող է համարվել Հայաստանի առաջին արևային գյուղերից մեկը։ Դեռ 2014 թվականին այստեղ կար 20 արևային ջրատաքացուցիչի տեղադրում, իսկ այսօր արևային ջրատաքացուցիչների թիվն անցնում է 60-ից և տեղադրումները շարունակվում են։ Եվ մենք այստեղ ենք, որպեսզի բացահայտենք Բասենի արևայնացման գաղտնիքը, բայց մինչ այդ մի փոքրիկ փորձ։ Կրկին ողջույն, մենք գտնվում ենք Բասենի բնակիչներից մեկի Տիկին Ոսկեհատի տանը։ Հիմա մենք կնկարահանենք կառավարման վահանակի վրա առկա թիվը և մի քանի ժամ անց, երբ կվերջացնենք մեր բոլոր գործերը, կվերադառնանք ստուգելու համար, թե այդ ընթացքում որքան է տաքացել ջուրը արևային ջրատաքացուցիչում, բացառապես արևի օգնությամբ։ Շտիգեն ընկերության մասնագետները եկան, բացատրեցին, տեղադրեցին մեզ հետ, որից հետո գործը շարունակում ենք մենք առանց իրենց ներկայությամբ։ Ներկայությամբ կարողանում ենք տեղում գումար վաստակել մեր ռոքսերը հոգալու համար, առանց տնից, համայնքից, ընտանիքից կտրվելու։ Բասենի արևայնացումը սկսվեց Բասենի ունեցած պոտենցիալ հնարավորություններից, քամուց, արևից և ակտիվ խմբից, երիտասարդ այն խմբից, որոնք պատրաստ էին ամեն ինչում հեղափոխություն մտցնեին։ Նաև Շտիգեն ընկերության աշխատակիցների բարեխիղճ աշխատանքը, ճիշտ խորհրդատվությունները, ժամանակին և ճիշտ համայնք հայտնաբերելը, ճիշտ բանակցություններ վարելը, գնային քաղաքականություններ ճիշտ վարելը բերեց նաև նմանատիպ լուրջ քայլերի, որ Հայաստանում այսօր Բասենը առաջին արևային համայնքներից է, որ ինտենսիվորեն փորձում է արևի էներգիան կիրառել։ Բասենի մանկապարտեզում տեղադրվեց առաջին արևային ջրատաքացուցիչներից մեկը, որի արդյունավետությունը ոգևորեց շատ բասենցիների, թանկարժեք էլեկտրաէներգիայից, աշխատատար փայտից և այլ բնական վառելիքներից անցում կատարել արևային էներգիային։ Մանկապարտեզին տեղադրելուց էլ ունեցանք հսկայական տնտեսում, օրինակ տարեկան հաշվով ունեցանք մանկապարտեզում մոտավորապես 600,000 տարեկան կտրվածքով տնտեսում, իսկ անձամբ իմ տնտեսությունում, իմ բնակարանը տեղադրելուց հետո 50% արդեն ունեցանք տնտեսում։ Լուծվել է աշխատատեղի հարց։ Մեր աշխատողներից 3-ը անցած տարի եղել են Ռուսաստանի Դաշնությունում գումար վաստակել։ Այս տարի նորմալ պայմաններ է ստեղծում, որպեսզի տեղում կարողանան իրենց աշխատանքը վաստակել։ Շատ մեծ բան է ու ընդհանրապես համայնքում ցանկացած աշխատանք, ցանկացած ծրագիր իրականացնելու ժամանակ մեր ՍԵՊ-ը առաջնահերթ բնության պահպանությունն է, որ այսօր կատարվում է, արտանետումների լուրջ կրճատում է, հետո արտագաղթի նվազեցում։ Փորձում ենք, որպեսզի 2-3 հոգիներով տեղում կարողանան իրենց աշխատանքի հաշվը վաստակել, ուրեմն մենք մեծ ձեռքբերում ենք։ Մենք կրկին Տիկին Ոսկեհատի տանն ենք, անցել է 3 ժամ։ Այս ընթացքում ջրի ջերմաստիճանը բարձրացել է 22 աստիճանով, դառնալով 74 աստիճան։